Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են բավական հետաքրքիր անակնկալներ, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Չնայած հեռուստասերիալում մշտապես լարված ու ինտրիգային մթնոլորտ է, հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ է ու ընկերական։ Պարբերաբար սիրված դերասանները սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակում են նոր տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արվել են նկարահանումների ընթացքում։ Ձեզ համար բերել ենք ամենահետաքրքիր ու ինտրիգային կադրից դուրս իրավիճակները, որոնք թարմ են ու դեռևս չցուցադրված, ինչ է կատարվում նկարահանման հրապարակում, ինչ ջերմ է անցնում, կարող եք դիտել հենց հիմա մեր կողմից պատրաստված այս տեսանյութում։ Մինչ կդիտեք բոլոր կադրից դուրս իրավիճակները, չմոռանաք բաժանորդագրվել եւ իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ կերպարին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Վերջին շրջանում հեռուստադիտողները մեղադրում են Օֆային Նոնայի հետ կոպիտ խոսելու համար եւ գտնում են, որ Օֆան իրավունք չունի Նոնայի հետ կոպիտ խոսելու։ Մարիան այս պահին գտնվում է հիվանդանոցում, բարեբախտաբար Դավիթին բաց են թողնել, սակայն կարծում եմ այս ամենը երկար չի տևելու։ Իհարկե Դավիթը տեսավ Ռաֆին հիվանդանոցի շրջակայքում։ Քննիչը նորից կանչեց Դավիթին, հավանաբար այս անգամ էլ կձերբակալեն Դավիթին, սակայն հիմքերը ինչպիսին են լինելու ցույց կտա ժամանակը։ Գրեք ձեր կարծիքներն, ինչ եք կարծում, վերջապես Դավիթն ու Մարիան միասին կլինեն, թե Ռաֆն ունի նոր ծրագրեր, որը կիրագործի շատ շուտով։ Սպասում ենք ձեր կարծիքներին, կիսվեք ձեր կարծիքներով ու դիտեք մեր տեսանյութը։ Վերջի շրջանի նկարահանումներից ընդհանրապես թվի չեմ անում, որովհետև հիմնականում ժամանակ չենք ունենում, միշտ ցենց արագ նկարվում ենք, բայց քանի դեռ հիմա մեր սաստավի համար փոխում եմ դնում։ Ինձ ասացի նկարեմ։ Ինչպես է։ Հարցը պատուհան դրեցի, որ պատասխանեմ ձեր հարցերին ու անհետացա։ Կարդացել եմ ձեր հարցերը, բայց չեմ կարողացել պատասխանել, որովհետև բարձր տաքությունով հիմա պարկած եմ ու կոկորտի ցավով մի խոսքով շատ վատ եմ։ Մոտակա օրերս էլի հարցում կդնեմ ու նորմալ կպատասխանեմ։ Այդ նկարահանումները շարունակվում են, մի պահ ընդմիջեցինք։ Հիմա ես լուրջ դեմքով եմ ստորի անում, որ չասեն, այսինչ անլուրջ բաներ եք անում, Ծովինար ջան, ձեզ չի սազում։ Ես լուրջ բաներ եմ անում։ Այ հիմա լուրջ գնի։ Նկարվեմ։ Լուրջ։ Վրցինով։ Տեսարաններ։ Այսօր վրցինով աննկարվում։ Կեցես ծով կարաս եմ դες արդեն։ Դες դկանայստը։ Ուրեմն նախորդ ստորում ճիշտ ասած վատ բան էինք ասել մեկի մասին, դրա համար ջնջեցինք։ Սուրո խելոք մնա։ Ծով։ Սուրո մի նկարի, ինձ խնդրում եմ, էլ չեմ կորում։ Իսկ պապարացիները որ քեզ նկարում դու սենց ես անում։ Չնկորի, ինձ խնդրում եմ։ Ֆոբիա ունես։ Անշիկ։ Հա, ես ֆետիշ ունեմ։ Որտեղ ես սուրճը խմեցում ու սուրճ Ես ու Ծովոն անում ենք այն տրենդը, որ ինչ-որ մեկը բերալի շարժում անում, մյուսը ձայն։ Լուրջ, դավայ։ Չգիտեի, չէ։ Օ՜։ Հիմա դու է։ Լա 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 լա։ Այս կանոն է տրենդը ավարտվում, вообще կապ չունեն էլ իրանք բլոգերությանը տերկուստը։ Կենսագրական շարունակվում է։ Քշվել ես։ Սովորում եմ։ Ստորիան։ Ես քեզնից սովորում եմ։ Բայց ես տեղ ավելի սիրում եմ, քան այդտեղ, որտեղ ստեղ ֆիլտրով եմ։
Տես, իսկ ես քո բնական գեղեցկությունն եմ ցույց տալիս, տեսեք, այսպեսի գեղեցիկ մայր ով Խոփում ունի։ այր խսող գիշեր չեմ քնել, հլա աչքես Զուլը ստերն է, ասենք։ Լավ էլ եկան, որտեղ Մոնիկա Բելուչին չքննի։ Սենց սիրուն մեկի ասենք 3 պարգներ Բայց դու առաջին տեղ ես գրավում։ Մարիան ու Ռաֆը կադրից դուրս։ Սոված շները, Μια δεν πάνε ρητσίνzem του, ρε λέω. It's poker, man. Bakız kaynağı. Evet, kaburtucu nöro. Պապանա ձգվի։ Ես չուտով չխոսով խելոք ինձ Ես էլի նկարահանման եմ բան չի կողվել իմ կյանքում, այս անգամ գովազդ ենք նկարում, տուն ենք վերանորոգում։ Երեխեք, աստվածներից չկողանա, չգիտեմ ուրակա, ասել է պատրաստվի տեղեք։ Երեք դիսերի եմ գարաժում տա։ Շատ վատ է, թե վատ է, շատ վատ։ Կարաոկե հաղորդ։ 9:300 սրտամիկը երկելու է, Դու այսօր ամենավատ վիճակում չես այդ։ Մի խոսքով սպասեք, սպասեք ղարղարներին։ Ակրավները հավաքվել են հեսա։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այժմ մենք խաղում ենք հարսնացուն հյուսիսից ներկայացումը, որտեղ չկա Անու Պետրոսյանը։ Բայց կամ ես։ Ասում եմ մարդ վատ լրագրող լիներ, ոչ միտեղ չկարողանար ռեալիզացվեր, ստիպված բլոգերություն սկսեր, որ ինչ ուզի անի իրան լսեն, գնջո մազերով, բան, ճոպսնելով, հաց ուտելով, չհարգելով իր հետևորդներին, ինչ-որ ստորիներ աներ, շատ արժեքավոր մտքեր արտահայտեր, ու իրան թվար, որ ամեն ինչ ստացվել է իր կյանքում։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես ահագին լացեցի ես տեսարանը նայելուց։ Հա, ու ինձ շատ են գրում, շատ են գրում, ապրեք շատ ժողովուրդ լավ կոմենտների ու լավ նամակների համար։ Մի խոսքով, բաչիկներ։ Իմ առաջին դպրոցը, առաջին մանկապարտեզը եղել է Դավիթ Հաշենում, իսկ առաջին սերը եղել է Քանի որ ես ու Ջուլիան իրար հետ գնացել ենք նույն մանկապարտեզը, նույն այս դպրոցը, տենց եկել ենք հիշողությունների գիծ կընկնենք։ Հիշում ես, որ ստեղ ֆիզկուլտ էինք անում խոտերի մեջ։ Մենք գնում ենք այն ստադիոնը։ Հա։ Հետևի։ Ստեղ մի հատ տատիկ էր միշտ նստում, շաքար ակլոր էր վաճառում, տենց ինչ-որ տարբեր բաներ էր վաճառում, միշտ 10 դրամ, 20 դրամ խնայում էինք, որ գնայինք այդ տատիկի մոտից բան առնեինք, խոտերի մեջ էր նստում։